Շատ կարևոր է, որ մենք տարին սկսում ենք մեր ընկերների, այսինքն այն մարդկանց, ում մենք փոխարինում ենք իրենց դատավարության հետ կապված լուրերով, այսօր մենք շատ ենք դրա մասին խոսելու, հատկապես մեր առաջի հյուրի հետ, Վարազդատ Հարությունյանի հետ, 5 իրավապաշտպանների նախաձեռնությունից, այսօր մահագին տենց կոնցենտրացիա է լինելու 5 իրավապաշտպաններից այստեղ։ Այսինքն նորություններ կան այս առումով։ Այսինքն նորություններ կան, մենք դրա մասին կխոսենք։ Ես հիշեցնեմ, որ տղաները արդեն 1 ամիս եւ 25 օր է անազատության մեջ են։ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին իրենց տներից, ԱԱՑ-ն այս անգամ զբաղվում, նախորդ անգամ ոստիկանություններ, այս անգամ արդեն հասել է այս բանի Քֆուրի հարցը դարձել է ազգային անվտանգության հարց փաստորեն։ Մենք հիմա կտեսնենք էլ ինչքանով է այդ հարցով ազգային անվտանգությունը շարունակում զբաղվել հայհոյանքների հարցերով։ Տղաները ձերբակալվեցին իրանց տներից վաղ առավոտյան ժամը 7-ին խուզարկություններ տեղի ունեցան, այդ թվում նաև Անտիֆեյքի գրասենյակում արգրավվեց ողջ տեխնիկան։ Միաժամանակ այդ նույն օրը արդարադատությանը խոչընդոտելու կասկածով ձերբակալվեց Անտիֆեյքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։ Հաջորդ օրը դուրը չբացելու համար, առերևույթ դուրը չբացելու համար, հաջորդ օրը նոյեմբերի 14-ին մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանը ձերբակալվեց։ Ոչ մի բանի համար։ Ողջույններ, ստեղ է Իշխանը։ Ոչ մի բանի համար։ Հա, առհասարակալի է ինչի համար, իրան вообще 6 ժամ հետո թողեցին։ Դավիթին 50 ժամ հետո թողեցին, ազատ արձակեցին։ Նարեկ Սամսոնյանին կալանքի տարելու որոշում էր կայացրել դատավոր Մասիս Մելքոնյանը, Վազգեն Սաղաթելյանին դատավոր Ռոման Սմբատյանը, եւ դրանից հետո տեղի ունեցան բողոքարկումներ եւ վերաքննիչ դատարանը մի հատ երկարացրեց ժամկետը, հետո նշանակեց որոշումը հրապարակելու օր մեր պարագայում Նարեկի պարագայում դեկտեմբերի 29-ին, Վազգենի պարագայում դեկտեմբերի 30-ին, այդ օրը ինձ էլ Արսենին էլ Բաբայան, որին ողջունում եմ, գոլեգայիս, երկու դատավորների կազմերից էլ մեզ հայտնեցին, որ չի բեկանվում որոշումը, շատ հետաքրքիր ձևակերպում տվեցին եւ միաժամանակ օրենքով նրանք ունեն 3 օր որոշումը տալու համար, որ որոշումը մենք կուղարկենք, մենք էլ ասացինք շնորհակալություն, բայց որոշումները մենք արձեռն կվերցնենք եւ այսօր ես որոշումը վերցրել եմ, sense ցույց տամ, այսպես sense եւ այսօր հետաքրքիր ցիտատներ եմ այս որոշումից նաեւ կարդալու, շատ հետաքրքիր որոշում է, հարգելի ընկերներ, ասեմ, որ հատկապես Վարազդատի հետ այդ հատվածում քեզ էլ մենք որպես քաղաքացի, մի հատ էլ հասկանանք, տեսնենք այստեղի գրածը քո համար ընդունելի է թե չէ։ Դե բոլոր առումներով դուք ոնց որ հասարակությանն էլ կրթեցիք, այս բոլոր քաղբանտարկյալների գործով այնքան իրավական նրբություններ սկսեցինք հասկանալ։ Այնքան հետաքրքիր բան կա, այսա դու շատ ավելի հետաքրքիր բան էր, ընդ որում ես ուղիղ ասեմ, որ ստեղ խնդիրը ոչ այնքան եւ ոչ միայն վերաքննիչ դատարանին է վերաբերում, այլ ավելի շատ Վճռաբեկ դատարանին։ Հեսա ես sense շատ ջղայնացած եմ Վճռաբեկ դատարանի ձևավորած պրակտիկայի վրա, դրա համար sense դաժե ուզում եմ հիմա դրա մասին խոսեմ, բայց ավելի լավ է սպասեմ Վարազդատին։ Հասկանում չեն թաքցրել, որ կա քաղաքական հրահանգ։ Չէ, քաղաքական հրահանգի մասին չէ, ես մի քիչ անոնս անեմ Վարազդատի հետ ավելի մանրամասնիկ խոսելու։ Ուղիղ գրած են, որ տեղի է ունեցել դատական սխալ եւ Նարեկի իրավունքները խախտվել են։ Վայ։ Բայց Նարեկը որտեղ է հիմա գտնվում։ Քերակատարողական հիմնարկում Արմավիրում, այլ ոչ թե իր տանը։ Խոսենք դրա մասին։ Այսինքն խախտված է, բայց ներող ախպերս խոսենք, հասկանանք թե ինչի է տենց, ոնց է տենց եւ այս ոնց եղավ, որ սենց եղավ։ Սա շատ կարևոր հարց է եւ իդեպ ինչի եմ ասում մենք սա քննարկենք, որտեվ սա ոչ միայն Նարեկին ու Վազգենին է վերաբերում։ Սա վերաբերում է մի քիչ առաջ ընկնելով ասեմ, որոշակիորեն վերաբերում է նաեւ այլ քաղբանտարկյալներին, օրինակ կարող է վերաբերել լավ, անունները չտանք, հետո չասեմ, որ մի խոսքով այլ քաղբանտարկյալներին էլ եւ ոչ միայն քաղբանտարկյալներին։ Այն կարգավորումը, որ տվել է Վճռաբեկ դատարանը, որի վրա ըստ էության հիմնվում է վերաքննիչ դատարանը, որտեղ ստիպված է հիմնվել այլ տարբերակ չունի, դա շատ կներեք, ես ասում եմ որպես Վճռաբեկ դատարանում 5 տարի աշխատած 5 տարի աշխատած մարդ, ընդ որում նրանք ովքեր որ այդ ժամանակներից են ինձ ճանաչում, լավ գիտեն իմ դերը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, ասում են, որ սա ուղղակի խայտառակություն է։ Այն ինչ որ արել է Վճռաբեկ դատարանը, տենց եւ հիմա էլ վերաքննի եւ ցանկացածից կարող է վերաբերել։
Այսինքն այսօր մենք իրավիճակում ենք, որ Հաջորդ շատ ծանր դեպքերում նախադեպը ստեղծեցին, ճիշտ եմ շատ հասկանում։ դեպքերում ուղղակի վերաքննիչ բողոքարկման իրավունքից մարդուն զրկել են։ Վերաքննիչ դատարանը գիտական հիմնարկ չի, որ դու դիմես ասես, հələ մի հատ ասա թե իմ իրավունքները խախտվել են, թե չէ, նայել ասի այո, քո իրավունքները խախտվել են, ասես շնորհակալություն, դե ես գնացի բանտ։ Կամ շարունակեցի մնալ բանտում։ Դա իրավունքի դատարանը պետք է հետևանք առաջանա իմ համար։ Եթե իրավունքը խախտվել է, ինչի՞ են բանտում։ Խոսենք սրա մասին, լավ, շատ եմ բանանում, էլի։ Այս որոշումը Նարեկի մասով էր։ Հա, վաղն էլ Վազգենի մասով որոշումը կհրապարակվի, տեսնենք թե Վազգենի մասով ինչա դատարանը ասելու, բայց այս պահին մենք արդեն փաստ ունենք եւ այդ փաստը մենք քննարկենք Վարազդատի հետ, նորից ասեմ, հատկապես այն մարդիկ, ովքեր որ մտածում են, ասենց ասեմ, իրաց երեխեքի մասին, որտեվ սա կարա ձեր երեխեքին վերաբերի, պարտադիր չի քաղբանտարկյալների վերաբերի։ Իրավունքները մարդկանցից ուղղակի սենց անտեսանելի ձևով իրավունքները սահմանափակում են, խլում են, բառից բուն իմաստով։ Այն իրավունքները, որ այն այդքան ասում են, չէ, ինչ ռեժիմ էին ասում, բանը, ինչ ռեժիմ էին ասում, դիկտատոր, չէ, ինչ էին ասում, ինչ ռեժիմ էին ասում, բռնապետություն էին, չէ, ասում։ Բռնապետական ռեժիմը ավելացնում էր, ճակերտավոր բռնապետական ռեժիմը ավելացնում էր իրավունքները, իսկ ձեր ժողովրդավարության բաստիոնը ուղիղ հստակ սևով սպիտակի վրա զրկում է ձեզ իրավունքներից։ Բայց զրկում է նաև դատավորներին իրավունքներից բացառ։ Դե դատավորի իրավունքը չի, դատավորի լիազորությունները այլևս վերցված են։ Դրա մասին խոսենք, դատավորների լիազորություններն ու իրավունքները։